Ռուսական կայսրության փլուզումից հետո մենք տեսնում ենք 1918 թվականին արդեն Ամռանը եւ հատկապես արդեն Աշնանը 1918-ի Արցախը օկուպացնելու ցանկությունը նորաստեղծ ադրբեջանական պետության կողմից եւ Շուշին դիտվում է նրանց կողմից որպես գլխավոր թիրախ, երբեմնի խանական նստավայր, որպես նրանք դա դիտում էին նաեւ քաղաքական որպես խորհրդանիշ, որ կարելի է հենց այդտեղից սկսել Արցախի օկուպացիան եւ բնականաբար մեր եկեղեցիները հայտնվում են ի սկզբանե թիրախում եւ պատահական չէ, որ օրինակ Ագուլեցվոց Սուրբ Աստվածածին եկեղեցին 1920 թվականին, երբ մարտ ամսին ադրբեջանական ջարդարարություններն են հայերի նկատմամբ լինում, առաջին հերթին օրինակ այս գեղեցկաշեն եկեղեցին է լինում։ Հետագայում արդեն երբ Արցախի տարածքի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կոչվող պետական կազմավորումը, խորհրդային միության կազմում եւ մտցվում է արդեն խորհրդային Ադրբեջանի կազմ, այստեղ բնականաբար հայերի հոգևոր կյանքի կազմակերպման համար ստեղծվում է գրեթե անհնար իրավիճակ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։